Ղազախական ցորեն Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան։ Այս առաջին հայացքից անհավանական թվացող լուրը դարձավ վերջին ժամերի ամենաքննարկվող իրադարձությունը, խորհրդանշելով տարածաշրջանում ձևավորվող նոր իրողությունները։ Այս դինամիկան Աստանայում քննարկումների առանցքում էր Ադրբեջանի եւ Ղազախստանի նախագահների հանդիպմանը, որտեղ Իլհամ Ալիևը հայտարարեց տարածաշրջանում խաղաղության նոր փուլի մեկնարկի մասին։ Ղազախստանի նախագահն իր հերթին որակեց հայ-ադրբեջանական համաձայնությունները որպես պատմական եւ ջրբաժան։ Երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնությունները դարձել են ջրբաժան, որը նոր հորիզոններ է բացում համագործակցության համար ամբողջ տարածաշրջանում եւ դրանից դուրս։ Այս հայտարարությունների ֆոնին Ալիևը ներկայացրեց նաև իր տեսլականը տարածաշրջանային հաղորդակցությունների վերաբերյալ։ Չնայած Հայաստանի իշխանության հետևողական մերժմանն ու բացահայտ դժգոհություններին, Ադրբեջանի ղեկավարը շարունակում է օգտագործել այսպես կոչված Զանգեզուրի միջանցք տերմինը։ Նա հայտարարեց, որ TRIP նախագիծը, որին իր անունն է տվել նախագահ Թրամփը, անպայման կիրականացվի եւ որ Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ մինչեւ 2028 թվականի վերջ։ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան-Բեռների տարածման բոլոր սահմանափակումները։ Ադրբեջանը վերացրել է Հայաստանի բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին օկուպացիայի պահից ի վեր, եւ առաջին նման տարանցիկ բեռը եկել է Ղազախստանից Հայաստան հացահատիկը։ Կարծում եմ, որ սա նաեւ լավ ցուցանիշ է այն բանի, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղությունը արդեն ոչ միայն թղթի վրա է, այլև գործնականում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ հաստատել է, որ շուտով Հայաստան կմտնի Ղազախական ցորենի առաջին խմբականակը։ Վարչապետի մամուլի քարտուղար Նազերի Բաղդասարյանն էլ գրառում է Արել Ալիևի ժեստը համարելով փոխվստահության ամրապնդման գործում կարևոր քայլ։ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։ Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման գործում Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ։ Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի Ղազախական ցորենի առաջին խմբականակը։ Խաղաղությունը հաստատված է։ Մինչ հայ-ադրբեջանական ուղղությամբ նկատվում է որոշակի դինամիկա, հայ-թուրքական գործընթացը շարունակվում է տեխնիկական քննարկումների փուլում։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա երկաթուղային հաղորդակցության վերականգնման հեռանկարը։ Մոտ ժամանակներս տեղի կունենա միջգերատեսչական հանդիպում Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման եւ ոչ միջգերատեսչական տեխնիկական հանդիպում, դրանից հետո մանրամասներ կայացնի։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ բանագնացը նշել է, որ հանդիպման վայրի մասին մանրամասները լրացուցիչ կհայտնեն։ Նաև տեղեկացրել է, որ զուգահեռաբար շարունակվում են սահմանների բացման մասով քննարկումները։ Նկատենք, որ երկաթուղու քննարկումն անհնար կլիներ առանց ապաշրջափակման եւ սահմանների բացման։ Աննա Հարությունյան, Reopen Media։